Եթե կենցաղի մեջ նայենք, մեր առօրյայի մեջ նայենք, դավաճանության բազմաթիվ օրինակներ կարելի է տեսնել ամուսնական կյանքում, ընկերային կյանքում, ավելի բարձր ազգային մակարդակով, ժողովրդի մեջ ազգային դավաճանությունը կամ հայրենիքի հանդեպ ունեցած դավաճանությունը։ Եկեղեցին շատ հստակ է իր մոտեցումը ունեցել ուրացության եւ դավաճանության հանդեպ։ Այսինքն թե դավաճանությունը համարվել է ծանրագույն մեղքերից մեկը։ Ազգերի պատմության մեջ դավաճանությունները ազգակործան երևույթներ են, հին ուխտի մեջ այդպիսի հստակ օրինակ ներկայացված է Իսրայելի ժողովրդի անհնազանդությունը, պատվիրանազանցությունը, որ դիտարկվում է որպես դավաճանության օրինակ։ Գիտենք, թե դավաճանության հետևանքը ինչի կարող է բերել ընտանիքների քայքայում, անհատների ճակատագրերի խեղում, ընդհանուր միջև անդառնալի հետևանքների։